Մետ Գալան ամենամյա բարեգործական միջոցառում է, որը կազմակերպվում է Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանի կոստյումների ինստիտուտի կողմից։ Այն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը և համարվում է նորաձևության ամենահեղինակավոր և շքեղ իրադարձություններից մեկը։ Յուրաքանչյուր տարի միջոցառումը ունի հատուկ թեմա, որի շուրջ հյուրերը, հանրաճանաչ դերասաններ, երաժիշտներ, մոդելներ և այլ հայտնիներ կրում են տպավորիչ և հաճախ էքստրավագանտ հագուստներ։ Այս տարվա Met Gala-ի թեման է Superfine Tailoring Black Style, նվիրված սևամորթ դենդիզմին, այսինքն նորաձևության և ինքնության արտահայտման ձևին, որն ունի պատմական և մշակութային խորքային արմատներ։ Սևամորթ դենդիզմը ձևավորվել է որպես ինքնարտահայտման և դիմադրության ձև, հատկապես էմանսիպացիայից հետո և Հարլեմի վերածնդի ժամանակաշրջաններում։ Այն ընդգծում է հագուստի միջոցով ինքնության ձևավորումը և նորաձևության միջոցով սոցիալական և քաղաքական հնարավորությունների պատկերացումը։ Այս տարի ևս կար dress code։ Միջոցառման հագուստի կոդն էր Tailor it for you, որը խրախուսում էր հյուրերին անձնական մոտեցմամբ մեկնաբանել թեման, ընդգծելով իրենց անհատականությունը և սևամորթ մշակույթի ազդեցությունը նորաձևության մեջ։ Ողջույն, բարի գալուստ իմ ալիք, ես Անահիտն եմ։ Այս հոլովակում խոսելու ենք Met Gala 2025-ի մասին, որպեսզի երկար կանգ չառնենք Met Gala-ի պատմության վրա, այլ միանգամից անդրադառնանք կարմիր գորգին, առաջարկում եմ ձեզ դիտել անցյալ տարվա իմ հոլովակը, որտեղ կգտնեք ծավալուն ինֆորմացիա Met Gala-ի պատմության մասին։ Բայց մինչ սկսելը շնորհակալ կլինեմ, եթե հետևեք իմ ալիքին, սեղմեք լայքի կոճակը, կարող եք գրել նաև մեկնաբանություններ, որտեղ կնշեք, թե ում հագուստն է, ում մատուցման տարբերակն է ձեզ ամենաշատը դուր եկել։ Իսկ մենք գնում ենք առաջ։ Աննա Վինտուրը Vogue ամսագրի գլխավոր խմբագիրը հանդիսանում է Met Gala-ի առանցքային կազմակերպիչ և գլխավոր ուժը։ Նա առաջին անգամ համանախագահել է միջոցառումը 95 թվականին և այդ ժամանակից ի վեր վերափոխել է այն, դարձնելով նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր և շքեղ իրադարձություններից մեկը։ Vogue ամսագիրը հանդիսանում է Met Gala-ի պաշտոնական մեդիա գործընկերը։ Այն ապահովում է միջոցառման լուսաբանումը, հրապարակելով բացառիկ հարցազրույցներ, լուսանկարներ և ուղիղ հեռարձակումներ։ Այս տարվա կարմիր գորգը փոխարինվել էր կեսգիշերային կապույտ գորգով, զարդարված սպիտակ և դեղին ծաղիկներով, ինչը լրացնում էր սեթ դիզայնի ընդհանուր գեղագիտությունը։ Այս տարվա Met Gala-ն համանախագահել են Աննա Վինտուրը, Coleman Domingo-ն, Lewis Hamilton-ը, Asa Brock-ին և Pharrell Williams-ը։ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը ներկայացել էր Louis Vuitton-ի արծաթագույն ատլասը զգեստով, որը զարդարված էր ծաղկային ասեղնագործությամբ։ Նա զգեստը համադրել էր կապույտ վերարկուի և սրտաձև բրոշի հետ, ստեղծելով նրբագեղ և դասական կերպար։ Coleman Domingo-ն ժամանել է մետրոպոլիտեն թանգարան, կրելով Վալենտինայի կողմից պատրաստած թագավորական կապույտ երկաթե թիկնոց։ Թանգարանի աստիճաններին հասնելուն պես Դոմինգոն հանել է թիկնոցը, ցուցադրելով Վալենտինոյի կողմից կարված կոստյումը, որը հիշեցնում էր 40-ականների ոճը։ Pharrell Williams-ը կրում էր իր իսկ բրենդի Louis Vuitton-ի կողմից կարված սպիտակ բլեյզերը, որը զարդարված էր շուրջ 100,000 մարգարիտներով։ Pharrell-ը շատ է սիրում մարգարիտներ։ Այս բարդ աշխատանքը պահանջել է մոտ 400 ժամ ձեռքի աշխատանք։ Asa Brock-ին կրում էր իր սեփական բրենդի կողմից պատրաստված սև կոստյումը։ Lewis Hamilton-ը կրում էր Grace Welsborne-ի կողմից կոստյում, ներառյալ կարճ բաճկոտ և սպիտակ մետաքսե փողկապ։ Նրա կերպարը լրացնում էին սպիտակ բերետը և ոսկյա զարդերը։ Քիմ Քարդաշյանը կրում էր խրոմ հրձի կողմից պատրաստված սև կաշվե երկու մասից բաղկացած զգեստ ալիգատորի պրինտով։ Զգեստը ուներ ասիմետրիկ ուսային դետալներ։ Նրա կերպարը լրացնում էին արծաթե շղթաները, բազմաշերտ ադամանդե վզնոցները և լայնեզր գլխարկը, որը ծածկում էր մեկ աչքը։ Այս տարի Քիմը չի արժանացել հիացմունքների քննադատների կողմից, չնայած որ նա ամենաոճային հյուրն է այս միջոցառման ժամանակ։ Բոլորը սպասում էին հենց նրան, վստահ լինելով, որ Քիմը բում է անելու և հիացնելու է բոլորին։ Այս տարի նա դրա մոտ այդքան էլ չստացվեց, էլ չեմ ասում եղունգի հետ տեղի ունեցած կոնֆուզը։
Քենդլ Ջեները ներկայացել էր բրիտանացի դիզայներ Տորիշեյու Դումի կողմից պատրաստված զգեստով, որը ոգեշնչված էր 20-ականների Հարլեմի վերածննդի կանանց, հատկապես Գլեդիս Բենթլիից։ Զգեստը ներառում էր սուր դեկոլտեով բաճկոն և երկարփեշ ընդգծված գոտկատեղով։ Նրա կերպարը լրացնում էին բազմաշերտ ադամանդե վզնոցը և ականջողները։ Քենդլին այս տարի նշանակում եմ 10-ից 10, եթե ոչ 10-ից 100։ Լավ, եկեք այսպես ասենք, քանի որ տեսքը շատ շքեղ է, կազմվածքը, Քենդլին շատ քիչ բաներ են, որ չեն սազում։ Նա ասում են շորասազ աղջիկ է։ Իսկ նրա քույրը Քայլի Ջեները կրում էր Ֆերրագամոյի կողմից կարված սև և մոխրագույն զգեստ, թափանցիկ կորսետով և երկար փեշով։ Զգեստը զարդարված էր մանր արծաթե փայլերով, իսկ նրա կերպարը լրացնում էին շալ ձեռնոցները, Լորեն Շվարցի զարդերը։ Քայլին հենց հանեց ձեռնոցները, նորից տեսանք նրա վուլգարիզմի հանդեպ սերը։ Քայլի կերպարը դուք կարող եք գնահատել մեկնաբանությունների բաժնում։ Ես կնշանակեմ 5, 10-ից 5։ Հեյլի Բիբերը ներկայացել է Սեն Լորենի կողմից կարված սև բլեզերային մինի զգեստով, սատինե օձիքով։ Նրա կերպարը լրացնում էին թափանցիկ զուգագուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ և Տիֆանի տկոնի ադամանդե զարդեր։ Այն ձանձրալի էր, այո, գեղեցիկ էր, բնականաբար։ Հեյլին ինչ է ստանում, ինչպես միշտ ամենաբարձր գնահատականները։ Այդ գալայի ընթացքում Ռիհաննան ներկայացել էր իր հղի փորիկով։ Նա հղի է երրորդ անգամ, ու մենք նրա երաժշտության երկրպագուներս երևի տենց էլ մի տարիներով կնստենք ու կսպասենք Ռիհաննայի նոր սկավառակին։ Միգուցե Ռիհաննան որոշել է միանգամից ֆուտբոլի թիմ կամ բասկետբոլի թիմ ստեղծել։ Ես պետք է ձեզ այսպես ասեմ, ես չեմ հավանում Ռիհաննայի ոճը, նրա ոչ մի տարվա լուքը ինձ այդքան էլ դուր չի գալիս, եւ ես չեմ համարում, որ Ռիհաննան նորաձևության մարմնավորում, այսինքն իկոնը ստիլ է։ Ինձ համար նա դա չէ։ Այդ իսկ պատճառով ես կլինեմ այստեղ օբյեկտիվ։ Ռիհաննան կրում էր Մարկ Ջեյկոբսի կողմից զգեստ, որը ներառում էր մոխրագույն կորսետով բոդի, սև երկար փեշ և կարճ բլեյզեր։ Նրա կերպարը լրացնում էին կարմիր կետավոր փողկապը, լայնեզր սև գլխարկը, սուր քթով Օքսֆորդ կոշիկները։ Զենդային կրում էր Ֆարել Ուիլյամսի կողմից Լուի Վիտոնի սպիտակ 3 կտորանոց կոստյում, ոգեշնչված 70-ականների ոճից և Բիանկա Ջագերի հարսանեկան զգեստից։ Կերպարը լրացնում էր նրա նշանադրության մատանին 5.2 կարատանոց ադամանդե քարով։ Իդեպ Զենդան միակ արտիստը չէր, ով ներկայացել էր ամբողջովին սպիտակ կոստյումով և գլխարկով։ Կար նաև նրա AliExpress-յան տարբերակը։ Սա իհարկե կատա։ Լանա Դել Ռեյը ներկայացել էր Վալենտինոյի կողմից կարված զգեստով, ընդգծված թաթերական տարրերով։ Նրա կերպարը լրացնում էին ոսկեգույն ալիգատորի ձևով մազակալը, հողում կատարելով իր ամուսնուն Ջերեմի Դուֆրենի մասնագիտությանը։ Լանա Դել Ռեյը եկել էր միջոցառմանը Ալեսանդրո Միկելիի հետ։ Ալեսանդրո Միկելին Վալենտինոյի նոր կրեատիվ տնօրենն է։ Ջիջի Հադիդը կրում էր Միումի ոսկեգույն փայլուն զգեստ, ոգեշնչված Ջոզեֆ Բեյքերի և Զելդա Ուայն Ուալթսի դիզայններից։ Զգեստը ընդգծված էր բարակ գոտիով և փայլուն քարերով, իսկ նրա սանրվածքը 40-ականների ոճի էր։ Դուա Լիպան կրում էր Շանելի կողմից բաց մեջքով շիֆոնե զգեստ, զարդարված ավելի քան 45,000 մարգարիտներով և բյուրեղներով։ Զգեստը լրացնում էին սև փետուրներով զարդարված օրգանզա թիկնոցը և սև փայլուն ժակետը։ Նրա կերպարը լրացնում են 18 կարոտանոց սպիտակ ոսկուց պատրաստված ադամանդե զարդերը։ Դեմի Մուրը Թոմ Բրաունի կողմից զգեստով էր։ Նրա զգեստը հիշեցնում էր տղամարդու փողկապ։ Զգեստը բաղկացած էր ավելի քան 1 միլիոն 400,000 մարգարիտներից և ուներ արտահայտիչ դիզայն, ընդգծելով միջոցառման թեման։ Օրիգինալ էր, այո, գեղեցիկ էր, միանշանակ։ Այս կնոջը պետք է վերջիտ Օսկարը տային։ Իդեպ այս տարի շատ հնդիկ դերասաններ էին եկել միջոցառմանը, բայց ամենատպավորիչը բնականաբար Պրիանկա Չոպրան է, ով հագել էր Օլիվիա Ռուստենի կողմից պատրաստած կետիկավոր զգեստ։ Նրա կերպարը լրացնում են բուլգարի զարդերը, իսկ նրա կողքին էր իր ամուսինը։ Պամելա Անդերսոնը ներկայացել էր Տորի Բրանչի կողմից երկաթե և արծաթե փայլուն զգեստով, զարդարված ավելի քան 35,000 կարատ վերամշակված ադամանդներով։ Նա նաև ներկայացրել էր իր նոր սանրվածքը՝ կարճ բոբ և միկրոճակատային մազափում։ Ես հիացած էի և մինչև հիմա հիացած եմ Դոջա Քեթի այս տարվա ընտրությունից։ Նա կրում էր Մարկ Ջեյկոբսի կողմից շերտավոր բոդիսյուիտ, ընդգծված կառուցվածքով, ուսերով և ազդրերով։ Զգեստը զարդարված էր օցելոտի պրինտով, իսկ նրա կերպարը լրացնում էին թափանցիկ սև զուգագուլպաները, բարձրագույն կոշիկները և վարդի մահարդարումը։ Այս կերպարը շատերին հիշեցրեց 80-ականների իկոնաներին, հատկապես Գրեյս Ջոնսին։ Նիկի Մինաժը հագել էր Թոմ Բրաունի կողմից շերտավոր կոստյում զգեստ, որը զարդարված էր ծալքավոր ծաղիկներով։ Վերջապես գոնե այս տարի Մինաժը ադեկվատ է հագնվել։
Մադոննան կրել էր Tom Ford-ի սպիտակ սատինե սմոքինգ տաբատով և սուր օձիքով սպիտակ վերնաշապիկով։ Նրա կերպարը լրացնում էին թափանցիկ ձեռնոցներ, սպիտակ գարտենզիա ծաղիկը կրծքավանդակին և սիգար որպես աքսեսուար։ Երևի այնքան էին հուզվել Մադոննայի աշխատակիցները, օգնականները և ոճաբանները, որ մոռացել են Մադոննայի պոչը արձակեն, տենց կնոջը ուղարկել էին Մեթ Գալա։ 81-ամյա լեգենդար երգչուհի Դայանա Ռոսը ներկայացել էր Ուգո Մոզի կողմից պատրաստված սպիտակ զգեստով զարդարված բյուրեղներով և ուներ 18 ոտնաչափ երկարությամբ շլեյֆ։ Զգեստը նաև զարդարված էր նրա երեխաների և թոռների անուններով։ Այսը գեղեցիկ է։ Սա հասկանալի է, սա հիշող է։ Բրավո Դայանային և նրա ոճաբաներին 81 տարեկանում ներկայանալ նման շքեղ կերպարով։ Կարծում հասկանում եք, ինչքան դժվար է քայլել նման զգեստի մեջ և այն ինչքան ծանր է, այն էլ 81 տարեկանում։ Դոչին կրում էր Ֆարել Ուիլյամսի կողմից կարված զգեստ Լուի Վիտոնից։ Բնականաբար երևում է, որ Լուի Վիտոնը, քանի որ ամբողջ բաճկոնը և շորտերը Լուի Վիտոնի լոգոյով էր։ Մուգ շագանակագույն փողկապ կար, որը լրացնում էր նրա կերպարին, ինչպես նաև կերպարը լրացնում են Tiffany & Co-ի զարդերը ու բնական աֆրո սանրվածքը։ Ես չեմ կարող նշել հիմա բրենդի անունը, բայց Շակիրան եկել էր այս բրենդի վարդագույն, ծավալուն և երկար թիկնոցով զգեստով։ Զգեստը ընդհանրապես թեմայի մասին չէ, չնայած որ կան դետալներ ձեռքերի վրա, այսինքն ձեռնոցների տեսքով։ Ու անցյալ տարվա նրա զգեստին կարմիր այս վարդագույնը շատ նման է, բայց Շակիրային կարելի է, պետքա գոհ լինենք, որ նա հարկ է համարել այցելել այս միջոցառման ու մեզ ուրախացնել իր տեսքով։ Բեդ Բանին կրում էր Պրադա շոկոլադագույն կոստյում, որը ուղղակի ցնցել էր բոլորին, քանի որ այն ամբողջովին համապատասխանում է բալի թեմային։ Թե նրա կոշիկները, թե աքսեսուարները և թե զարդերը ամբողջովին համապատասխանում էին։ Սաբրինա Կարպենտերը եկել է Լուի Վիտոնի կողմից կարված մուգ կարմիր բոդիով և երկար շլեյֆով ու փայլուն կոճակներով։ Սիրուն է, այո, բայց քանի որ շատ պուճուր-մուճուր աղջիկ է Սաբրինան, այդ սանրվածքը ընդհանրապես տեղին չէ, ինձ թվում է իր ոճաբաները սկի ուրիշ սանրվածքի մասին չեն լսել ու ամեն տեղ այս աղջկան ուղարկում են այս սանրվածքով։ Եթե փոխեին, հնարավոր է որ տեսքը իդեալական լիներ, այստեղ ոնց որ մի փոքր են չի։ Դրեք համաձայնեք իմ կարծիքի հետ, թե չէ։ Իսկ հիմա իմ ֆավորիտներից մեկը՝ Սինթիա Ռիվաներ Ժիվանշիի զգեստով։ Զգեստը մեկ բառով նկարագրել չի լինի, բայց ես կասեմ՝ շքեղ էր։ Այն զարդարված էր ռուբինե կարմիր թանկարժեք քարերով։ Նրա կերպարը համադրում էին հին աշխարհի և վիկտորիական կարուձևման տարրերով, ընդգծելով ժամանակակից դանդի ոճը։ Մայլի Սայրուսը Ալայայի զգեստով էր և կարիտեի զարդերով։ Ուրիշ ոչ մի բան ավելացնել չկա այստեղ։ Դերասան Դիմսոն Իդրիսը ժամանել էր միջոցառման վայր իր առաջիկա Ֆորմուլա 1 ֆիլմի մրցաշարային մեքենայով։ Նա կրում էր Տոմի Հիլֆիգորի կողմից պատրաստված սպիտակ մրցաշարային համազգեստ, զարդարված ավելի քան 20,000 Սվարովսկի բյուրեղներով, ինչպես նաև զարդարված էր նրա սաղավարտը, որը ուղղակի շողշողում էր։ Կարմիր գորգի վրա Իդրիսը կողմնակի օգնությամբ հեռացրել էր մրցաշարային համազգեստը, ցուցադրելով երկրորդ կերպարը՝ կարմիր և ոսկեգույն 3 կտրանոց կոստյումը, նույնպես Տոմի Հիլֆիգերի կողմից։ Անդրե 3000-ը ներկայացել էր բարբերի աշխատանքային ոճի կոմբինեզոնով զարդարված իր սեփական Benjamin Bixby բրենդի տարրերով։ Նրա կերպարը լրացնում էր մեծ դաշնամուրի մոդելը կապված մեջքին, ինչը դարձել է երեկոյի ամենաքննարկող պահերից մեկը։ Ամեն ինչ ձեռքի տակ է այս մարդու, ավելի ճիշտ մեջքին կախված։ Cardi B-ն Բարբերիի կողմից կանաչ վելվետե կոստյումով էր, ոգեշնչված վիկտորիանական դարաշրջանից։ Այո, շատ գեղեցիկ էր։ Չապել Ռոն ներկայացել վառ գույնի փայլուն կոստյումով, զարդարված փետուրներով և փայլուն կտորներով։ Նրա կերպարը ոգեշնչված էր դիսկոյի դարաշրջանից, ընդգծելով ազատության և շքեղության մթնոլորտը։ Թայլան կրում էր Ժակմյուսի կողմից սպիտակ զգեստ մուգ կապույտ շերտավոր նախշերով և համապատասխան երկար թիկնոցով։ Ջեննա Օրտեգան եկել էր Բալմանի զգեստով, որը ամբողջությամբ պատրաստված էր մետաղական չափման կանոններից, այսինքն մետրից։ Այս գործիքից օգտվում էին բոլոր դերձակները, հիանալի միտք և մտքի իրագործում։ Ռոսալին կրում էր Բալմանի կողմից կարված սպիտակ քանդակաձև զգեստ, ոգեշնչված մանեկենից, որի վրա որ անում են կարուձևը և պատրաստում են զգեստը։ Էն Հեյթուեյը ներկայացել էր Կարոլինա Հերերայի կողմից կարված սպիտակ վերնաշապիկով և փայլուն սև և արծաթե կիսաշրջազգեստով, ինչպես նաև բուլգարի զարդերով։ Էս աղջիկը չի ծերանում։ Վուպի Գոլդբերգը կրում էր Տոմ Բրաունի սև սմոքինգ, զարդարված 350,000 փայլերով։
Նրա կերպարը լրացնում էին սև թափանցիկ գլխարկը ցանցով, ինչպես նաև ոսկե մատնամաները։ Ինչ են սրան ասում, ես չգիտեմ, բայց շատ գեղեցիկ է։ Վուպին էլ սազում է։ Ամենագեղեցիկը, շքեղը եւ լեգենդարը պահել եմ վերջում։ Տեյանա Թեյլորը, ում ես չեմ ճանաչում, 2025 թվականի Մեդ Գալայի ընթացքում ներկայացրել էր միանգամայն հիշարժան կերպարով, համադրելով նորաձևությունը, մշակության ժառանգությունը եւ անձնական պատմությունը։ Տեյանայի զգեստի վրա աշխատել են երկու դիզայներներ՝ Օսկարի մրցանակակիր զգեստների դիզայներ Ռութ Քարթերը եւ Մարկ Ջեկոբսը։ Նրա կերպարը ոգեշնչված էր զույգ-սույթ ոճից, ընդգծելով սև դանդիզմի պատմության նշանակությունը։ Զգեստը բաղկացած էր 3 մասից՝ բուրգունդյան գույնի շերտավոր կոստյում, կարմիր մետաքսե ժիլետ արծաթե շղթաներով եւ երկար թիկնոց Harlem Rose գրությամբ, որը հղում է կատարում նրա 2018 թվականի Rose in Harlem երգին։ Նրա կերպարը լրացնում են մի շարք ուշագրավ աքսեսուարներ, կարմիր փետուրներով ֆեդորա գլխարկ, համապատասխան գլխաշոր, կարմիր ձեռնոցներ, ձեռնափայտ եւ Դեյվիդ Յուրմանի զարդեր։ Թիկնոցի ծալքերը եւ վարդի ձևավորումները խորհրդանշում էին սև մշակույթի գեղեցկությունը եւ դիմադրողականությունը։ Գրեք ձեր կարծիքը նշված հայտնիների զգեստների ընտրության մասին, իսկ եթե որևէ հայտնի անձի ես մոռացել եմ, ապա ներողություն, ես չէի ուզում, կամ էլ այնքան չեմ հավանել, որ անգամ չեմ էլ ցանկացել անդրադառնամ իրենց։ Խիստ մի դատեք։ Լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։